Служить в церкви это ответственно. Ծառայել եկեղեցում դա պատասխանատվություն է, И тем более слово говорить. առավել եւս խոսել խոսք, Потому что когда ты что-то знаешь, որովհետեւ այն ժամանակ, երբ որ դու ինչ-որ բան գիտես, очень трудно переключиться, не переключиться на свои знания. շատ դժվար է չվերափոխվել քո իմացությունների վրա։ Поэтому я прошу Господа, чтобы сегодня был слово от Духа Святого. Դրա համար ես խնդրում եմ Աստծուն, որպեսզի այսօր խոսքը լինի Սուրբ Հոգուց։ Знаете, большую часть нашей молитвы Մեծամասնությունը մեր աղոթքի это о том, чтобы Господь нам что-то дал, դրա մասին է, որ Աստված մեզ մի բան տա, какие-то у нас нужды. ինչ որ կարիքներ, Потому что, живя на земле, очень много нужд каждый день. ապրելով երկրի վրա ամեն օր ինչ որ կարիքներ կան։ Мы иногда благодарим Господа. Ժամանակ առ ժամանակ մենք շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը։ Я прошу, чтобы вы меня неправильно не понимали. Это среднестатистически. Это я не говорю о ком-то лично. Խնդրում եմ, որ սխալ չհասկանաք, դա միջին ինչ որ վիճակագրություն է։ Вот. И иногда можем поклоняться, да, вот, если мы одни, не в церкви, а просто дома молимся. Ժամանակ առ ժամանակ մենք երկրպագում ենք տան մեջ, երբ որ մենք մենակ ենք, ոչ միայն եկեղեցում, Но у меня недавно ситуация произошла, բայց իրավիճակ կատարվեց ինձ հետ, и нужно было, чтобы Господь в чем-то помог. եւ անհրաժեշտ էր, որպեսզի Տերը օգնի։ И я ходил, молился, у нас там поле большое, можно спокойно там молиться. Եվ ես այնտեղ մեր տանը քայլում էի, շատ մեծ տարածք է եւ աղոթում։ И я понял, что, говорю, Господь, а что я могу дать тебе? Եվ ես հասկացա եւ հարցրեցի Տիրոջը. Տեր, իսկ ինչ կարող եմ ես քեզ տալ։ Мы все время просим у тебя что-то. Անընդհատ մի բան խնդրում ենք քեզանից, Но сегодня скажи, что я могу дать тебе. բայց այսօր ասա, ինչ կարող եմ ես տալ քեզ, Ну, потому что, да, Он создал нас, որովհետեւ նա ստեղծեց մեզ, Он дал нам жизнь, նա տվեց մեզ կյանք а потом и эти жизни и спас. եւ հետո փրկեց այդ կյանքերը։ Но не для того же, чтобы я постоянно для себя что-то просил. Դե հո дրա համար չէ, որ ես анընդհատ ինչ որ բան խնդրեմ, Значит, у Него же есть планы какие-то, չէ որ ինքը ունի ինչ որ ծրագիր, чтобы я воплотил. որպիսի ես վճարեմ։ И вот с такими мыслями я ходил, молился. Եվ այդ մտքերով քայլում է աղոթում, И знаете, Дух Святой открыл, եւ Սուրբ Հոգին բացեց, что та сила, которая есть у Господа, որ այն զորությունը, որը Տեր Աստված ունի, Он без границ отдает нам. դա անսահման տալիս է մեզ։ То есть я понял, что ходя по земле что-то, чтобы сделать мне для Господа, Եվ ես հասկացա, որպիսի երկրի վրա քայլելով ինչ որ բան անեմ Տիրոջ համար, у меня уже есть сила ես արդեն ունեմ զորություն от Господа. Աստծուց։ Смотрите, Слово говорит: Աստծո խոսքը ասում է. разве ты не знаешь, Исайя 40 глава, 28-31. Եսայա 40 28-31 Разве ты не знаешь, разве ты не слышал, что вечный Господь Бог, сотворивший концы земли, не утомляется и не изнемогает? Разум его неисследим. Он дает утомленному силу, и изнемогшему дарует крепость. Утомляются и юноши, и ослабевают, и молодые люди падают, а надеющиеся на Господа обновятся в силе, поднимут крылья, как орлы, потекут и не устанут, пойдут и не утомятся. Միթե չգիտես կամ չես լսել, որ հավիտենական Աստված է Տերը, արարիչը երկրի ծայրագույն սահմանների, նա չի հոգնել եւ չի թուլացել, նրա հանճարն անքննելի է, նա է հոգնածին ուժ տվողը,
նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն եւ չեն հոգնի, կգնան եւ չեն նվաղի։ Я, знаете, о том, что когда у нас проблемы, когда у нас какие-то нужды, Երբ որ մենք ունենք ինչ-որ խնդիրներ, կարիքներ, мы уже изначально должны знать, драгоценные, что Господь дал нам силу. ի սկզբանե թանկագիններ մենք պետք է իմանանք, որ արդեն Տերը զորություն է տվել մեզ։ Ту силу, которым Он ходил и воскрешал мертвых, Այն исцелял больных. զորությունը, որը ինքը քայլում էր եւ ինքը բժշկում էր եւ հարություն էր տալիս մարդկանց։ Иногда мы просто остаемся под проблемами. Ժամանակ առ ժամանակ մենք ուղակի խնդիրների տակ ենք մնում Проблемы нас начинают давить. եւ ճնշում են գործադրում այդ խնդիրները И мы настолько про эту силу забываем, եւ այնքան ենք մոռանում այդ զորության մասին, что некоторые даже погибают в своих проблемах. որ ոմանք նույնիսկ մահանում են, մահատակ են լինում այդ խնդիրների տակ։ Бывает смерть духовная, Լինում է հոգեվոր մահ, а бывает, что на самом деле люди от проблем своих физически погибают. իսկ լինում է, որ մարդիկ հենց իրենց ֆիզիկական խնդիրների տակ են մահանում։ Но нам надо понимать, что паника, Բայց մենք պետք է հասկանանք, որ խոճապը, потому что когда приходит проблема, որտեղ երբ որ խնդիրը գալիս է, и паника же приходит, да, когда ты Галиса понимаешь, Хучапа. что ты не можешь это решить. եւ դու հասկանում ես, որ չես կարող լուծում տալ դրան։ У тебя нет столько знаний и силы, чтобы решить эту проблему. Դու չունես այդքան կարողություն եւ ուժ, որպիսի լուծես այդ И խնդիրը։ приходит паника. Եվ գալիս է խոճապ։ Но что такое паника? Բայց ինչ է խոճապը։ Это недоверие Богу. Դա անվստահություն է արտիրոջը։ Это маловерие. Դա քիչ թերահավատք է։ Потому что, смотрите, Տեսեք, помните ситуацию, когда Иисус ходил по воде? հիշում եք, որ Հիսուսը ջրի վրայով քայլում էր։ Он не просто показал свое умение ходить по воде. Նա ուղակի իր ունակությունը ցույց չտվեց, որ ինքը քայլում է ջրի վրայով։ В рассказе написано, что он отправил учеников и сказал, что у меня, своими словами сказать, у меня тут еще дела есть, вы пока плыть, я приду. Այնտեղ գրված է պատմվածքում, որ ինքը իր աշակերտներին ասեք դուք գնացեք, իսկ ես այդտեղ գործերը կավարտեմ ու կգամ։ И написано, что вот в какое-то время ученики увидели, что Иисус идет к ним по воде. Ինչ որ ժամանակ իրենք տեսան, որ Հիսուսը ջրի վրայով քայլում է դեպի իրենց։ Сперва они подумали, что это призрак, Սկզբից մտածեցին, որ դա ուրվական է, но потом Иисус успокоил их. իսկ հետո Հիսուսը իրենց հանգստացրեց։ И что сказал Петр? Եվ ինչ ասաց Պետրոսը։ Он сказал, если это ты, скажи, чтобы я тоже пошел. Ասեց, եթե դու ես Տեր, ասա, որ ես էլ գամ։ И Иисус ему сказал, иди. Եվ Հիսուսը ասեց, քայլիր։ И когда он пошел, Եվ երբ որ նա քայլեց, написано, что когда подул ветер, он что сделался с ним, с Петром? եւ գրված է, երբ որ քամին փչեց, ինչ կատարվեց Պետրոսի հետ։ Написано, что он испугался, он впал в панику. Գրված է, որ վախեցավ եւ խոճապի մատնվեց, Потому что в тот момент Петр включил свою голову. որովհետեւ այդ պահին Պետրոսը միացրեց իր գլուխը, Потому что логически по воде ходить нельзя. որովհետեւ տրամաբանորեն ջրի վրայով անհնար է քայլել։ И вот что ему Иисус сказал? Եվ ինչ ասաց Հիսուսը իրեն, Иисус ему сказал маловерный. ասաց թերահավատ, Потому что его вера куда-то улетучилась. որովհետեւ իր հավատքը ինչ որտեղ օդս ցնդեց։ И вот понимаете, когда начинает работать наша логика, Եվ երբ որ մեր տրամաբանությունը սկսում է գործել, отсюда приходит паника, այդտեղից гալիս է խոճապը, и ты теряешь всякую свою веру. եւ դու կորցնում ես քո հավատքը։ Я не говорю о глобальном
в таком состоянии, когда логически нельзя мыслить. Ես չեմ խոսում ինչ որ մեծագույն բաների մասին, երբ որ դու տրամաբանորեն չես կարող մտածել։ Я говорю о том, что когда приходит ситуация в жизнь твою, Ես խոսում եմ այն իրավիճակի մասին, որը գալիս է քո կյանքի մեջ։ и если ты верующий человек, Եվ եթե դու հավատքի մարդ ես, и если ты познал Господа, եւ ճանաչեցիր Տիրոջը, ты знаешь Его характер, դու գիտես նրա բնավորությունը, ты знаешь Его Слово, դու գիտես նրա խոսքը, ты знаешь Его силу, любовь, դու գիտես նրա զորությունը եւ սերը, ты не можешь проявить маловерие, դու չես կարող թերահավատություն ցույց и ты տալ не можешь впасть в панику. եւ ընկնել խոճապի։ Да, согласны с этим? Да? Համաձայն եք դրա հետ։ Смотрите, еще слово что говорит. Տեսեք խոսքը ինչ է ասում։ 1 Коринфянам Առաջի Կորինթացիս 10:13. 10:13 Вас постигло искушение не иное, как человеческое. И верен Бог, который не попустит вам быть искушаемыми сверх сил, но при искушении даст и облегчение, так, чтобы вы могли перенести. Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել բացի մարդկային փորձությունից, բայց Աստված հավատարիմ է, նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ։ Однажды, когда я еще жил в Калуге, Մեկ անգամ, երբ որ դեռ Կալուգայում էի բնակվում, у меня такие проблемы были. Ну, сейчас я понимаю, что небольшие были проблемы. այդպիսի խնդիրներ ունեի ու հիմա եմ հասկանում, որ այդքան էլ մեծ չէին, Я впал в уныние такое, не могу решить, разрешить не могу эту ситуацию. եւ ես տխրության մեջ մտա, որովհետեւ չէի կարող լուծել այդ խնդիրը։ И вот я по телефону разговариваю со своим неверующим другом. Եվ ես խոսում էի իմ ընկերոջ հետ, որը հավատքի մեջ չէր։ Я ему говорю вот эти слова. Եվ խոսում եմ այս խոսքերը իրեն, Я говорю, ты понимаешь, я знаю, что Господь сверх сил не дает, գիտես, ես հասկանում եմ, որ Աստված իմ ուժերից վեր ինձ չի տալիս, но я не понимаю, как с этим бороться. բայց չգիտեմ ոնց պայքարեմ։ Знаете, что он ответил? Գիտեք ինչ ես ասաց։ Он сказал, тогда тебе радоваться надо, Ուրեմն դու պետք է ուրախանաս, потому что Господь изначально знает, որովհետև Աստված ի սկզբանե գիտե, что ты перенесешь это. որ դու կտանես դա, И поэтому тебе радоваться надо. որովհետև դրա համար պետք է ուրախանաս։ Я говорю, откуда ты знаешь слова из Библии, которые, по-моему, Яков, да, написал? Радуйтесь, братья, когда попадаете вот в различные ситуации. Հարցրեցի իրեն, որտեղից դու գիտես Հակոբոս տղտից, որ այնտեղ գրված է, որ երբ որ ընկնում եք տարբեր փորձությունների մեջ, ուրախ եղեք։ Я просто в тот момент понял, что в действительности не надо в панику впасть, и нужно просто молиться Господу. Այդ ժամանակ հասկացա, որ պետք չի խոճապի մատնվել, ուղղակի պետք է ուրախանամ։ Молиться и не просто молиться, Господи, разреши мою ситуацию, Աղոթել ու ոչ միայն աղոթել, որ Աստված լուծիր իմ խնդիրները, но Господь, дай мне силы двигаться в Твою сторону. բայց Աստված տուր ինձ զորություն, որպեսի դեպի քեզ առաջնորդվեմ։ Потому что мы вначале сказали, да, если Он нас создал, то у нас есть, у Него есть план для нас. Ի սկզբանե, որ ինքը մեզ ստեղծել է, ուրեմն ինքը ունի ինչ որ ծրագիր մեզ համար։ Представьте, если я буду каждый день лежа на диване просить, чтобы Он мои какие-то проблемы разрешал. Պատկերացրեք, ես բազմոցին պարկած եմ եւ Աստված իմ խնդիրները պետք է լուծի։ Ну, возможно, Он и все разрешит до конца моей жизни. Возможно, я не исключаю. Հնարավոր է, որ Աստված ինչ որ խնդիրներ լուծի, ես չեմ բացառում դա, Но кем я буду перед Богом, я не знаю. բայց ով եմ ես լինելու Աստծո առջև։ Потому что Он же мне сказал, иди и проповедуй. Չէ որ նա ինձ ասաց, որ գնա եւ քարոզիր, Иди и расскажи людям. գնա եւ պատմիր մարդկանց։ Дал мне дары, таланты Տվեց ինձ տաղանդներ и сказал, употреби их. եւ ասեց օգտագործիր այն։ И я просто лежу и просто
Господи, сделай то, Господи, сделай это. Ես ուղակի պարկած եմ ու խնդրում եմ Աստված սա արա, Աստված նա արա։ Возможно, я даже не лежу, возможно, я активно работаю, но все время прошу у Господа что-то. Հնարավոր է որ պարկած չեմ, բայց ակտիվ ինչ որ բան եմ անում, բայց միևնույն է անընդհատ խնդրում եմ Я Աստծո։ прошу, чтобы вы меня правильно поняли, я не говорю о беспечности. Ինձ ճիշտ հասկացեք, որ ես ունայնության մասին չեմ խոսում։ Потому что есть еще крайность, да, когда люди говорят, вот Господь спас меня, Կա ծայրահեղություն, որ մարդիկ ասում են Տերը ինձ փրկել է, и сейчас все, что я не сделаю, Господь мне будет, ну, как бы помогать, եւ հիմա ինչ простить. էլ որ անեմ, Աստված ինձ կների, միշտ էլ կօգնի, Я могу ничего не делать, а Господь меня будет, ну, как бы разрешить мои проблемы. կարող եմ ոչինչ չանեմ, իսկ Աստված իմ խնդիրները Нет. կլուծի։ Я не об этом говорю. Ես դրա մասին չեմ խոսում։ Это крайняя беспечность, и это не подобает верующему человеку. Դա ծայրահեղ ունայնություն է եւ դա վայել չէ քրիստոնյային։ Смотрите, апостол Павел говорит такие слова Филиппийцам 4, 12, 13. Պողոս Արաքյալը խոսում է Փիլիպպեցիս թղթում 4, 12, 13. 4:12-13։ «Умею жить и в скудости, умею жить и в изобилии. Научился всему и во всем насыщаться, и теперь и терпеть голод, быть в обилии и в недостатке. Все могу в укрепляющем меня Иисусе Христе». Все могу. Գիտեմ կարիքի մեջ ապրելն էլ, առատության մեջ լինելն էլ, ամեն բանում, ամեն ինչի տեղյակ եմ, թե կշտանալու, թե քաղցկելուն, թե առատությունը, թե կարիքն, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Порой просто мы забываем, Ժամանակ առ ժամանակ մենք ուղակի մոռանում ենք, что то, что написано в Библии, որ այն գրված է, որ Աստծո խոսքի մեջ, это не просто рассказ, դա ուղակի պատմվածքներ չեն։ это инструкция моей жизни. Դա այն ուղղությունն է, որը որ իմ կյանքի համար է տրված։ То есть все, что там произошло, Այսինքն ամենը, որ այնտեղ կատարվել է, это, ну, в действительности произошло, դա իրականում կատարվել է и сегодня это может произойти. եւ այսօր էլ կարող է կատարվել։ Все эти чудеса, все эти исцеления, Այն հրաշքները, այն բժշկությունները, кто-то может мертвых воскрешать, միգուցե ինչ որ մեկը կարող է հարություն տալ մեռելներին и не нужно усомниться в Писании, в Библии, в Боге. եւ կասկած պետք չէ ունենալ Քրիստոսի մեջ, իր խոսքի մեջ։ Мы забываем, знаете, не то чтобы забываем, просто как-то эту силу думаешь, ну, может быть, там и произошло, но это со мной не произойдет. У меня нету столько силы. Մեկ մոռանում ենք, մտածում ենք, ահա, այնտեղ ինչ որ բան կատարվեց, իսկ ինձ հետ չի կատարվի։ Вы наверняка знаете одного такого человека, да, из Библии. Դուք երևի թե գիտեք Աստվածաշնչից այդ մարդուն։ Зовут его Гидеон. Գեդեոն է նրա անունը։ Когда Господь, ангел, написано, пришел к нему и сказал, иди, освободи мой народ, Գրված է, որ այնտեղ հրեշտակը եկավ եւ ասաց գնա եւ իմ ժողովրդին ազատիր։ он в такой ситуации был, он просто пшеницу где-то тайком то ли воровал, то ли, ну, чтобы прокормить. Ինքն այն իրավիճակում էր, որ ինքը փորձում էր ինչ որ ծորենահատիկներ գողանալ, որպեսզի կարողանա սնվի։ Не то чтобы воровать, потому что враги были вокруг, и он тайно собирал, чтобы как-то прокормить. свою Ոչ թե семью. գողանում էր, այլ ինքը սենց ծածկված ինչ որ տեղից կարողանում էր հայթայթել այն, Потому что филистимляне были вокруг. որովհետեւ փշտացիները այդ շուրջ բոլորն էին։ А тут ангел говорит, иди, встань, освободи народ мой. Իսկ այնտեղ հրեշտակ ասում է գնա վերկաց եւ ազատիր իմ ժողովուրդը։ Он говорит, да я самый мелкий в своей племени, и наше количество маленькое. Իմ ցեղում ամենափոքրն եմ, մենք շատ քիչ քանակությամբ ենք։ Что я могу делать? Ինչ կարող եմ անել։ И сегодня также, когда Господь нам что-то говорит, мы думаем, ну кто я, ну как я могу, кто я, зачем я, как говорил. Այսօր նույնպես, երբ որ Աստված մեզ մի բան է ասում ենք ով եմ ես, Տեր, ինչ կարող եմ անել։ Но ангел ему сказал, иди с этой силою твоею. Բայց հրեշտակը ասաց, այս քո զորությունով գնա։
Он не понимал, что за сила. Ինքը չէր հասկանում ինչ զորություն, Но Господь ему говорит, с этой силой, которую я даю тебе, иди. բայց Աստված ասում է այն զորությունը, որ ես եմ տալիս գնա։ И сегодня же Он нам говорит, я вам даю эту силу, идите. Եվ այսօր Տերը մեզ է ասում, ես եմ տալիս այդ զորությունը, գնացեք։ Драгоценные, я как представлю, что Ной 100 лет строил ковчег. Թանկագիններ, հենց որ պատկերացնում էր, որ Նոյը 100 տարուց ավել կառուցում էր այդ տապանը, Чем же он кормил семью, где он работал вообще, что он делал, я не представляю. որտեղից էր սնունդ գտնում, որպեսի ընտանիքը պահեր, որտեղից այդ ամենը, Но более чем уверен, что он не думал об этом. բայց ավելի քան համոզված եմ, որ ինքը չէր մտածում Потому դրա что մասին, Господь ему сказал, иди строй ковчег. որովհետև Աստված է իրեն ասել գնա եւ կառուցիր տապանը։ Если сегодня нам Господь сказать, иди строй ковчег, и через год поймем, что еще дождя нету, что с нами произойдет. Եթե այսօր պատկերացնում եք Աստված մեզ ասի գնա կառուցիր այդ տապանը, բայց դեռ անձրև չկա։ Մի տարուց ավել։ Да, и ну ладно, 2 года, 3, ну пусть 5 будет. Լավ, 2-3 տարի, լավ, թող 5 տարի լինի, А тут 100 лет прошло. իսկ այնտեղ 100 տարի անցավ։ Но он исполнял волю Божию и не Բայց նա думал. Աստծո կամքն էր կատարում։ Дорогие, давайте будем исполнители воли Божией. Թանկագիններ, եկեք Աստծո կամքը կատարողներ լինենք։ Знайте, что написано, что тот, который во мне, он сильнее того, кто в миру живет. Գիտեք, որ գրված է, որ այն, ով իմ մեջ է բնակվում, նա ավելի ուժեղ է, քան աշխարհինը։ Не надо надеяться на свои силы. Պետք չէ հուսալ մեր ուժերի վրա։ Надо надеяться на те силы, которые дает Дух Святой. Պետք է հուսանք այն զորությանը, որը Սուրբ Հոգին է տալիս։ Не надо надеяться на свою мудрость. Պետք չէ քո իմաստությանը հուսաս, Не надо на свои знания, на свои какие-то умения, я не քո знаю. իմացությանը, կարողությանը։ Помните, что апостол Петр и Иоанн, когда пришли к храму, и там сидел хромой человек. Հիշում եք, որ Պետրոսը եւ Հովանեսը մոտեցան տաճարին եւ այնտեղ մի կաղմարդ էր նստած։ И когда он просил денег, что они ему ответили? Երբ որ նա խնդրում էր օգնություն, ինչ պատասխանեցին։ Они сказали, у нас серебра и золота у нас нету, Ասացին ոսկի եւ արծաթ չունենք, но то, что имеем, բայց այնինչ որ ունենք։ во имя Иисуса Христа встань и ходи. Հիսուս Քրիստոսի անունով վեր կաց եւ քայլիր։ Ученики знали Աշակերտները գիտեին ту силу, которую дал им Господь. այն զորությունը, որը Աստված իրենց տվել էր։ Чем же мы отличаемся сегодня от них? Ինչով ենք տարբերվում իրենցից։ Ничем. Ոչ մի բանով։ Потому что мы сегодня тоже ученики Иисуса Христа и тоже имеем ту силу, которую Он нам дал. Որովհետև մենք այսօր նրա աշակերտներն ենք եւ ունենք այդ զորությունը, որը նա է մեզ տվել։ И еще один момент, Եվ մի պահել, когда вот во время вот этих проблем այդ խնդիրների ժամանակ мы можем, знаете, в панику не впасть, но проявить очень большое усилие для того, чтобы их разрешить. հնարավոր է որ չընկնենք, չմատնվենք խոճապի, բայց ինչ որ մեծ զորություն ներդնենք, որպեսզի լուծենք այդ խնդիրը։ Но усилие это проявлять необходимо в другом месте. Բայց այդ զորությունը ուրիշ տեղ պետք է մենք ներդրենք։ Матфея 11:12. Մատթեոս 11:12 От дней же Иоанна Крестителя до ныне Царствие Небесное силой берется, и употребляющие усилие восхищают Его. Матфеус 11:12. Да. Հա Հովանես Մկրտչի հայտնվելու օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը ուժով է վերցվում եւ ուժեղներն են այն հապշտակում։ Вот, силою берется. Այսինքն զորությունով է, уժով է դա А վերցվում։ если мы свои силы и усилия будем тратить в другом направлении, Իսկ եթե մեր ուժը մենք ուրիշ տեղ սկսենք օգտագործել, то как же мы восхитим Царствие Божие? Как же мы ինչպես կարող достигнем? ենք արքայությունը ժառանգել, վերցնել։ Да? У нас либо туда пойдет усилие, либо в эту Մեր сторону. ուժերը կամ կգնան այնտեղ, կամ այստեղ։ Нам необходимо
правильно вести перед Господом. Մեզ անհրաժեշտ է ճիշտ վարվել Աստծո առջև։ Как это сделать? Ինչպես դա անել։ Каждый день Ամեն օր жить Словом. ապրել նրա խոսքով։ То есть мы прочитали Слово, взять для себя. Կարդացինք խոսքը, վերցնենք մեզ համար։ Это не то, что с Павлом, с Петром, с Иоанном происходило. Դա այն չէր, որ կատարվում էր Պողոսի, Հովանեսի, Պետրոսի հետ։ Это сегодня и со мной произойдет. Դա ինձ հետ էլ այսօր կարող է կատարվել։ И наши проблемы, они будут разрешаться, драгоценные, я уверяю вас. Եվ մեր խնդիրները կսկսեն լուծվել, ես ձեզ համոզում եմ դրան։ Меняются сердца людей. Փոխվում են մարդկանց սրտերը։ Они меняют отношение к тебе. Իրենք փոխում են իրենց վերաբերմունքը առքես։ Такие ответы уже дают. Ты понимаешь, что Господь уже поработал с его сердцем. Այնպիսի պատասխաններ են տալիս, որ դու հասկանում ես, որ Աստված արդեն աշխատել է նրա սրտի Тебе հետ։ стоило сделать шаг в сторону Бога, Միայն թե մի քայլ անես դեպի Աստված, и ты понимаешь, что уже какая-то вот разрешенность в твоих делах եւ есть. դու հասկանում ես, որ ինչ որ луцում կա քո խնդիրների մեջ։ Так что будем славить Господа нашего Иисуса Христа, Այնպես որ փառաբանենք մեր Տեր Քրիստոս Հիսուսին, будем исполнять Его волю, նրա կամքը կատարենք и будет у нас сила եւ մենք կունենանք զորություն еще больше исполнить Его волю. ավելին կատարել նրա կամքը։ Давайте помолимся. Եկեք աղոթենք։